Փաշինյան դատարանի անդամ։ Ոչ մի մուտք չեք կարող։ Բա Նիկոլ Փաշինյանը չի ասում մի փակ դատարանի։ Հիմա մենք այստեղ կանգնելու ենք փակենք մուտքը։ Հիմա մենք այստեղ մուտքը չեք փակելու։ Խնդրում եմ ներքևի չեք։ Մենք արդեն փակել ենք մուտքը։ Բայց մարդիկ իրենց ակցիան են իրականացնում, Սա որը քաղաքացիական ակցիա է։ Սա ուղղակի Սահմանադրությունները ոչ իրավաչափ են, խնդրում եմ բացեք։ Բանկի արած գործողությունները բանկի արած տեսեք համադրում ենք ողջամիտ ժամկետ։ Եթե չբացեցիք, ոստիկանությունը արդեն կբացի։ Լավ, շնորհակալություն։ Տեսեք։ Իսկ փողոց փակել կարելի է, գոնե փողոց փակեն այս մարդը։ Բա ի՞նչ է փակել կարելի է։ Կարելի է փակել, չգիտեմ, բանկի մի 4 տարբերակներ չեն գտնվել։ Ներողություն, հարգելի ոստիկան, եթե հանրապետությունում խախտվել է օրենքը, խախտվել է մարդու իրավունքը, սա նույն շղթայի տարբեր օղակներ է։ Եթե շղթան կտրված է, այն կապ չունի, որ օղակը մենք կարող ենք կոտրել ու կտրել։ Հա? Օրենքը չի աշխատում, եթե չի աշխատում ժողովուրդ ջան, այստեղ օրենքը պահելը անիմաստ է, քաղաքացիներին ցալանի են ենթարկել, քաղաքացիներին ենթարկել են ցալանի դիմումներին, սպասեք պատասխաններին։ Մենք գործընկայում մուտքը փակել է, մենք գործընկայում թույլտվեք ես իմ հայտարարությունները անեմ վերջացնեմ, այստեղից մենք գնալու տեղ ունենք։ Ողջամիտ ժամկետը որքան է, դուք ինձ տրամադրեք, ես կտեղավորվեմ այդ ողջամիտ ժամկետի մեջ։ Խնդրում եմ թույլ տվեք հիմա իմ հայտարարությունները 5 րոպե է ձեր ողջամիտ ժամկետը, խնդրում եմ տրամադրեք։ Եղավ, շնորհակալություն։ Բանակից մի 10-ի շուրջ։ Պարոն Կարագոզյան, մի հատ հարցերին պատասխանեմ, խնդիրը հետևյալում է, շատ դեպքան որոշ դեպքերում խարդախություն թույլ տված անձը հայտնաբերված է։ Ահա, որոշ դեպքերում հայտնաբերված է, այդ թվում ներողություն Արմավիրի բնակիչ մեր քաղաքացու ուրեմն ջումարները, որ կողոպտվել են բանկերից, հա, սենց ասեմ, այդ հանցագործին արդեն հայտնաբերել են, հա։ Սակայն ես չեմ հասկանում։ Բացահայտվել է այն քաղաքացին, եւ այս մասին ես ասում եմ, որովհետեւ դա արդեն դատարանով ապացուցված փաստ է, հա։ Ուրեմն այդ քաղաքացուց պետք է պահանջել բանկը, ապա ինչի՞ այդ քաղաքացուց չի պահանջում այն գումարները, ումը փաստացի տրամադրել է։ Հնչեցիք իմ հարցը, հիմա փորձեք պատասխանել։ Ես այդ ու նմանատիպ հարցերին, հարգելի լրագրողներ, ես միանում եմ այդ հարցերին։ Այդ հարցերի հասցեատերը ոչ թե ես եմ, այլ ես դժգոհ եմ մի շարք այդ եւ նմանատիպ հարցերից, որ ուզում եմ ուղղեմ պատկան մարմիններին, թող դուրս գային, թող պատասխանեին, համառություն արեցին կամ իրանց պագոնները հանկարծ կընկներ, եթե իջնեին այստեղ մեր հարցերին պատասխանեին, լավ, դրանից հետո կարային իրանք հրապարակումներ անեին, հայտարարություններ ունենային, չեն արել, չեն անում, չեն աշխատում, դրա համար էլ այս քաղաքացիների վիճակը էս է։ Պատկան մարմինների լռությունը այստեղ ամբողջ բոլորի գործերի մեջ այսպես կարմիր ժապավենով գնում է պետական մարմինների լռությունը, անտարբերությունը, դե քաղաքացիներին թալանում են, դե ոչինչ թող գնան դատարաններ, հասկացանք, լավ, բայց այս հարցերին լուծում կարելի է տալ, չէ՞, օրինակ մեկ պատկան մարմին, ինքը իրավունք ունի եւ իր օրենսդրական նաեւ պարտավորությունն է, օրինակ այսօր իրանք չիջնեին, մեզ ասեին այս 2 ամսվա ընթացքում ինչ են արել այն բանկի հետ, որտեղ ամենաշատն է տեղի ունեցել այդ դեպքերը։ Ասենք չէր կարելի ասել։ Գրավոր չեմ պատասխանել։ Գրավոր դեռևս ես պատասխան չեմ ստացել, մինչդեռ պետք է պատասխան ստացած լինեի, իսկ գրավոր պատասխանը ներողություն հերթով գրավոր պատասխաններ ստացել են քաղաքացիներից, Սուսանի մոտ հիմա այդ պատասխանը պահպանվել է, բայց բոլորի պատասխանները ներողություն, կոպի փաստ, ամբողջությամբ նույնը, արի կարդա քո նամակը դու կարդա, քո նամակի պատասխանը նույն բովանդակությամբ ոչինչ չասող պատասխանները։